Հոկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Կոտինիին։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա գործակցությանը եւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն իր միկրոբլոգում գրառում էր արել, շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին անփոփոխ է թողել Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Նա մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն ազատվել էր քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետների անցնելու հիմքով։ Դատախազությունն ու պաշտպանները բողոքարկել էին դատավճիռը, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է բողոքները, թողնելով որոշումը անփոփոխ։ Անկախ տարածվող լուրերից, թե Երևանում ամռանն ու աշնանն օդի որակը վատ է, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով քաղաքում տեղադրված 166 չափիչ սարքերի տվյալները վկայում են, որ օգոստոսին եւ սեպտեմբերին օդի որակը եղել է գերազանց եւ լավ մակարդակներում։ Նա նաեւ անդրադարձել է շինարարական աշխատանքների հետևանքով առաջացող փոշու եւ աղտոտման խնդիրներին, հայտարարելով, որ դեկտեմբերին հավաքանու որոշումները կկազմակերպեն այնպես, որ խախտումներ թույլ տված կառուցապատողները խստորեն կպատժվեն։ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից կապված Շաքի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ։ Շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են, որ Շաքի ջրվեժը հանդիսանում է բնության ջրերկրաբանական հուշարձան եւ գտնվում է պետական պահպանության ներքո։ Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են Հայաստանի բնապահպանության նախարարության կողմից ընդունված օրենքը բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեության մասին։ Ահազանգը փոխանցվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները եւ զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությունը։ ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ կառավարությունն առաջարկում են պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Նախագծի համաձայն այն քաղաքացիները, որոնց եկամուտների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ՊԵԿ-ին, այլևս կարիք չեն ունենա մուտք գործելու համակարգ։ Նրանց հայտարարագիրը ինքնաշխատ կհամարվի լրացված ՊԵԿ-ի տվյալների հիման վրա։ Միևնույն ժամանակ նրանք, ովքեր կցանկանան օգտվել սոցիալական արտոնություններից, օրինակ կրթության կամ առողջապահության ծախսերի փոխհատուցումից, պետք է հաստատեն իրենց հայտարարագիրը։ Նախագիծը նախատեսվում է ընդունել մինչև նոյեմբերի 1-ը։ Սիսակ Հարապետյանը նշանակվել է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր վարչական շրջանների քննչական բաժնի պետ։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության եւ հոսպիտալացման հիմնական պատճառներից է։ Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում եւ խաղահրապարակներում։ 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով։ Գրիպով ուղեկցվող բարդություններ՝ ջրազրկում, թոքաբորբ, բրոնխիտ, ճակատային, հայմորյան խոռոչների եւ ականջի բորբոքումներ։ Գրիպով չհիվանդանալու նաեւ դրանց բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Այն կանխում է բարդություններն ու պաշտպանում ոչ միայն ձեր երեխաներին, այլև ընտանիքի մյուս անդամներին։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով։ Ծոցի կղզիներում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ստորաբաժանումների տեսչական ստուգման ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը բարձր է գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը։ ԻՀՊԿ-ի ռազմածովային ստորաբաժանումները կպատասխանեն իրենց ամբողջ ուժով, եթե հակառակորդը որևէ գործողություն ձեռնարկի ծովում կամ կղզիներում, հայտարարել է Հակփուրը։ Մեհր գործակալության տվյալների համաձայն ստորաբաժանումներ այցելելու ժամանակ հրամանատարը նաև հետևել է ամերիկյան նավի անցումին Պարսից ծոցում։ Ծնաբկի պատճառով Էվերեստ լեռան տիբեթյան լանջերին ավելի քան 200 լեռնագնաց թակարդված է մնացել, հարյուրավոր փրկարարներ ու տեղի բնակիչներ աշխատում են փորձելով բացել ճանապարհը։ Չինական լրատվամիջոցները հայտնում են կապ են հաստատել ծուղակում հայտնված բոլոր մարդկանց հետ։ Եղանակային այսպիսի պայմաններն ուղեկցորդների համար անակնկալ են եղել, սովորաբար հոկտեմբերն ամենաակտիվ ամիսներից է Էվերեստում։ Ջերմաստիճանը դեռ շատ ցածր չէ, երկինքն էլ պարզ է։ Վատ եղանակի հորդառատ տեղումների ու հեղեղների հետևանքները ծանր են հատկապես Նեպալում, որտեղ ուրբաթ օրվանից առնվազն 47 մարդ է զոհվել։
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է ներկայացրել իր նոր կառավարության ձևավորումից ընդամենը մի քանի ժամ անց։ Նա ընդամենը մեկ ամիս հասցրեց այդ պաշտոնում մնալ։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ որոշումը կայացվել է մի քանի ինդիմադիր կուսակցությունների անվստահության քվեի մասին սպառնալիքներից հետո։ Լեկորնյուն Մակրոնի 5-րդ վարչապետն էր վերջին 2 տարվա ընթացքում։ Նորվեգիայի Օսլոյի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են վայրեջքներն օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին հաղորդումից հետո։ Միջադեպը տեղի ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը կեսգիշերից հետո։ Norwegian Air ավիաընկերության օդաչուն ոստիկանությանը հայտնել է, որ օդանավակայանին մոտենալիս նկատել է 3-ից 5 անօդաչու թռչող սարք դեպքից հետո մի քանի օդանավերի վայրեջքներ տեղափոխվել են դեպի այլ օդանավակայաններ։